Երեք բանից որ անեինք կլներ։ Այս քո ռոլիկներում, այս հարցազրույցներում ես կարող միշտ այս կանգնեցնում։ Անիմաստ էլի կամ գնամ կամ ձայնս էլ է գրվում, կդարիքիդա։ Վաշո ջան, դու ամենագեղեցիկը ֆիլմի ռեժիսոր և սցենարիստն ես և մի քանի հարց։ Առաջին հարցս, թե դու լինելով տղամարդ ռեժիսոր, ոնց է ստացել այդպիսի դիպուկ և հետաքրքիր կանանց կերպարներ։ Դե ռեժիսորները նկարում են այն թեմաների մասին, որոնք իրենց հետաքրքիր են։ Ու ինձ կոնկրետ հենց կանայք են հետաքրքիր, կանանց հոգեբանությունը, այդ պրովինցիալ աշխարհը, կանանց այդ նրանց բամբասանքները եւ այլն։ Ու ի վերջո հանգեցի այդ մտքին, որ հենց սրա մասին եմ ուզում նկարել։ Բայց շատ հետաքրքիր է, միևնույն ժամանակ դու բարձրացնում ես մի շատ արդիական եւ կարևոր թեմա, երբ որ մարդը կոմֆորտ չի ինքնության հետ, իր մարմնի հետ, եւ ինձ հետաքրքիր է թե դու ինչ ես ընտրել հենց նաեւ այդ թեման եւ ինչի հենց այդ ֆորմայի մեջ։ Շատ ճիշտ նշեցի, որովհետեւ այդ թեմաները, որոնք որ բարձրացվում են, այդ օրինակ կանանց թեմաները չեն, կանանց խնդիրները չեն, ու այդ թեմաները ինձ էլ են անհանգստացնում։ Դրա համար, ինչպես արդեն նշեցի, ռեժիսորները նկարում են այն թեմաների մասին, որոնք իրենց անհանգստացնում են, մոտիվացնում։ Իսկ սա դիպլոմային աշխատանք է, կուրսային աշխատանք է, ու իրական հաշվառնող բոլոր հենց բուն թեման ֆիլմի, ինձ շատ հետաքրքրում է քո աուդիովիզուալ լուծումները, ոնց ես դու եկել այդ լուծումներին, եւ որտեղ ֆիլմը շատ սիրուն է, շատ համով ֆիլմ է, անկեղծինք eye candy ֆիլմ է, ու այդ իմաստով դա հստակ գրում է, որ մշակված լուծումները հետաքրքիր է, թե ինչին ես դա ընտրել։ Ոգեշնչվելով ռեժիսորներից, ֆիլմերից, երևի գլխավոր ոգեշնչումը եղել է Lawrence Anyway ֆիլմը, Դոլանի։ Ու դա ընդհանուր պատմությունը, իսկ ակնհայտ է Ալմադովարը, ոգեշնչվելով։ Okay, դա ոնց որ աուդիովիզուալ լուծումներ է, բայց միևնույն ժամանակ բուն հենց հերոսների խաղը ֆիլմում ինքը բավական գրոտեսկ է խաղը։ Դու իրան հավատում ես այդ խաղին, բայց ինքը մեկը գրոտեսկ է։ Հաստատ հավատում ես։ Իր մեջ կոմեդիկ ինչ-որ հատկանիշներ կա ու ինչի նաև հենց այդ որոշումը, ինչի օրինակի համար նույն այդ body shaming-ի թեման, ինքը լուրջ թեմա, բարդ թեմա, բայց դու իրան շատ սիրուն ես մատուցում ու շատ համով ես մատուցում։ Չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց որ հիմա հարցը տվեցի, սկսեցի մտածել երևի նրա համար, որ եթե այս ամեն ինչը ցուցադրես ավելի դրամատիկ, լուրջ, կարող է մի քիչ այդքան չնայվի։ Դրա համար ինձ ավելի հումորով մոտենալ է այս ամեն ինչին, մի քիչ տեղ հումորներ ավելացնելը։ Հետո ի վերջո սա իրականություն է, սա ինչ-որ պրոստը ցույց է տալիս պրովինցիալ կանանց։ Բայց իրանք Երևանում են ապրում, չէ՞։ Թե չէ։ Հա, Երևանում են ապրում, օքեյ, դա ինչ-որ ես քեզ դեռ հասկացա, որտեղ կան տենց կերպարներ, ես չի որ չկա։ Մեր ամբողջ շրջապատում տենց կանայք են, իրանք շատ լավն են։ Ու հավես բամբասվում են։ Շատ են սիրում սուրճը։ Okay։ Դա ոնց որ գլխավոր հերոսուինը, իր կից կերպարները, իր ընկերուները, գործընկերները եւ մի հատ ֆիլմը նայելիս, ինքը 7 րոպեանոց ֆիլմ է, եթե չեմ սխալվում, ինքը փոքր ֆիլմ է, հա, բայց այդ ամբողջ ընթացքում մենք տեսնում ենք տղամարդկանց կերպարները, լիովին չենք տեսնում իրանք կամ ձայն են, կամ ոտքեր են, կամ շու դետալներ են, իրանք կան ֆիլմ, բայց միևնույն ժամանակ չկան։ Նաև այդ հետաքրքիր թե ոնց է այդ լուծման եկել։ Դա հստակ որոշում եք թե չէ, մտադրված չի եղել որ չէ, տղամարդկանց ցույց չենք տալիս։ Ուղղակի տենց է ստացվել ու քանի որ ֆիլմը ինքնին այդքան էլ կարճամետրաժի սցենարով չի, մի հատ էլ ավելացնել տղամարդկանց կերպարները, իրանց բացահայտել եւ այլն, այդքան էլ լավ որոշում չէ։ Այստեղ տղամարդիկ միայն գլխավոր հերոսուհուն բացահայտելու համար են։ Okay, ավելի տրիգերային են իրանք, էլի։ Այո։ Ու հետո տղամարդիկ
շատ խտրական վերաբերմունք է, բայց տղամարդիկ այդքան էլ հետաքրքիր չեն, տղամարդկանց հոգեբանությունը այդքան խորը չի, ըստ իս։ Իսկ մի հարց, որ ծագում է քո ասածից, հաջորդ ֆիլմի գլխավոր հերոսը կինակն է երևի։ Չգիտեմ ով այն է, բայց տղամարդ հաստատ չի լինելու։ Okay, դա հետաքրքիր է շատ։ Նաև այդ կոնտեքստում իստակրկի սա կուրսային աշխատանք է, որ դու ասեցի, քո առաջի ֆիլմն է, իրական շնորհավորում որտեղ դա շատ հավես է։ Որպես առաջի ֆիլմ, նախատեսում ես հաջորդը նկարես եւ այդ նախատեսում ես ոնց է դա պատկերացնում։ Մի կլինելու է այլի ամենագեղեցիկի կինոլեզվի ոճի մեջ, թե ուրիշ ձև այլնելու։ Շատ կուզենամ, որ նույն լեզուն ունենա, ու ինձ թվում է ինչքան էլ փորձեմ նույն լեզվով չխոսել, մեկը եթե իմ ներսում է դա ու եթե ինքս ինձ գտել եմ թե ինչպիսի վիզուալներ են ինձ հետաքրքրում, թե ինչ թեմաներ են ինձ հետաքրքրում, մեկը խուսափել չեմ կարծում հնարավոր լինի, իմաստել չկա, մի քիչ կվախենամ կրկնվել, դրա համար պետք է մտածեմ։ Իսկ այս փուլում հստակ դու ավելի շատ կենտրոնացված ես հաջորդ ֆիլմի վրա, թե ինչի վրա ես ավելի շատ որպես ռեժիսոր։ Ընդհանրապես մտքեր չունեմ հաջորդ ֆիլմի, իսկ հիմա այդ կգա այն ժամանակ, երբ որ կգա, իրանով կգա։ Հիմա արդեն ուրիշների պրոյեկտներում եմ ակտիվ մասնակցություն ունենում, դեռ չեմ մտածում։ Փորձես դեռ ներկա բան։ Եվ ծանոթություն։ Նաև ծանոթների հետ խոսելիս, վերջի հարցս, արտիստները ֆիլմում իրանք պրոֆ դերասաններ են, թե չէ։ Գլխավոր դերասանին չէ, որովհետև չեմ կարծում շատերին եմ դիմել, չեք պատկերացնի ինչքան մարդու, չես պատկերացնի ինչքան մարդու եմ դիմել։ Ու հասկանում եմ այն կանանց, ովքեր տղա ռեժիսորի մոտ, ով որ իր առաջին կուրսայինն է անում, բաց կրծքերով չեն ուզում նկարել։ Հակառակ հասկանում եմ։ Կարելի հասկանում։ Ու այդ միտքը թողեցի, որ պրոֆեսիոնալ դերասանուհի, ու ես կարծում եմ իմ որոշումը շատ գոհ է։ Ֆիլմը միակ շահելա դրանից իրական։ Իսկ մնացած դերասանները տղամարդիկ չէ, հա մնացածը պրոֆեսիոնալ են, Ծովինարն է, Անինը ու Արմենը։ Շատ տակնիկ։ Իսկ օրինակ համար քո ոնց որ փորձը հաշվի առնելով կան ինչ-որ ռեժիսորներ, որ նախընտրում են աշխատել ոչ պրոֆ արտիստների հետ, ահա դու այդ ուղով ես գնալու թե չէ, դա էլ է տակ։ Երբ որ սովորեմ դերասաններին, շակերտավոր դերասաններին խնդիր տալ ու ոչ պրոֆեսիոնալ դերասաններին ճիշտ վերես այդ վիճակին, հա, բայց չեմ մտածում այդ ուղղությամբ, իմաստ չեմ գտնում այդքան, չնայած շատ հավես է։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։